Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր միացրեցիք ձեր հեռուստա ալիքը, ես հիշեցնեմ, որ մենք Բարև Երկիրն ենք եւ գտնվում ենք Dream Park սքանչելի հանգստյան գոտում։ Հիշում ենք օրվա խորհուրդը այսօր Տեառն ընթառաջն է եւ ավանդաբար մենք պետք է անպայման հոգեվոր զրույց ունենանք մեր սիրելի հոգևորականներից մեկի հետ, այս անգամ քանի որ գտնվում ենք Dream Park-ում, Ստեփանավանում, զրուցելու ենք Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մամպրե Քահանա Ոսկանյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր, բարի լույս։ Ողջույն ձեզ։ Ինչպե՞ս եք։ Փառք Աստծուն, հրաշալի։ Մանավանդ որ մեր այս ճգնախ բնության գրկում ենք եւ դուք էլ մեզ հյուր եք եկել, բարի եկաք սիրելի հաղորդավարներ։ Շնորհակալ ենք այս դեպքում եւ ձեզ ենք ասում բարի գալուստ մեր հաղորդում եւ դուք եք ասում բարի գալուստ Ստեփանավան։ Շատ շնորհակալություն։ Այո, շնորհակալ եմ։ Տեր Մամպրե, այսօր Տեառն ընթառաջն է, հայ ժողովրդի սիրելի տոներից մեկը։ Կխնդրեմ հենց սկզբից խոսենք տոնի հոգևոր խորհրդի մասին եւ երբ է նշվում տոնը տարվա մեջ։ Տեառն ընթառաջի տոնը անշարժ տոներից է, որ նշվում է փետրվարի 14-ին, ինչպես որ նշեցիք։ Այո, եւ պայմանավորված է մեր Տիրոջ եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդով։ Գիտեք, որ եկեղեցական տոները իրենք հիմնված են ավետարանի պատմության վրա եւ մեզ փոխանցում են ավետարանական ճշմարտությունը եւ խորհուրդը եւ նաեւ ուսուցողական նպատակ ունեն մեր հոգեոր կյանք ամրապնդելու։ Եվ Տեառն ընթառաջը, եթե հաշվում ենք Սուրբ Ծնունդից ճիշտ 40-րդ օրն է։ Մենք նշում ենք Հիսուս Քրիստոսի ծնունդը, ինչպես նաեւ նրա մկրտությունը հունվարի 6-ին, հունվարի 13-ին եկեղեցում նշվում է Տիրոջ անվանակոչության օրը, ծնունդից 8 օր հետո, եւ 40-րդ օրը արդեն Տեառն ընթառաջն է։ Ժողովրդական լեզվով որ ասում ենք տրնդես, այո։ Եվ սա հիմնված է ավետարանական այն դրվագի վրա, երբ Մայր Մարիամը Հովսեփի հետ միասին մանուկ Հիսուսին բերեցին Երուսաղեմի տաճար։ Հին ուխտում պատվիրան կար տրված Մովսեսի կողմից եւ Տիրոջ պատվիրանը հրահանգում էր, որ արու զավակը, որ ծնվում է, արգանդն է բացում, պետք է Տիրոջն ընծայվի եւ այդ օրը, 40-րդ օրը, ծնողները պետք է զոհաբերություն կատարեն, 1 տարեկան գառնուկ կամ աղավնու 2 ձակ կամ մի զույգ տատրակ, եթե համեստ ընտանիք է։ Այո, եւ երեխան կարծես ընծայվում էր Աստծուն, նվիրվում էր Աստծուն։ Այո, եւ Մայր Մարիամը կատարեց այդ պատվիրանը վերելով մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճար։ Հետաքրքրական է, որ այդ պահին նրան դիմավորելու եկավ մի անձնավորություն, ում մասին Սուրբ Գիրքն ասում է Ղուկասի ավետարանի 2-րդ գլխում, ասում է Սուրբ Հոգով լցված եւ Աստվածավախ անձնավորություն, անունը Սիմեոն։ Եվ այս Սիմեոնին Աստված պատվիրել էր, որ ինքը չպիտի մահանա, մինչև որ չհանդիպի Տիրոջ օծյալին, Փրկչին։ Եվ այս մարդը տասնամյակներ շարունակ ապրում էր այդ սպասումով։ Եվ մեր ժողովրդի մեջ տարածված մի խոսք կա, երբ երկարակեցություն ենք մաղթում, ասում ենք Սիմեոն ծեր դառնաս, չէ՞, եւ այդ մարդը իսկապես շատ երկար ապրում էր։ Իր կյանքի նպատակը օծյալին հանդիպելն էր։ Օծյալ հին հունարենով մենք ասում ենք Քրիստոս, Քրիստոսին հանդիպելն էր։ Տեր Մամպրե, հետաքրքիր է նաև, քանի որ այս տոնը օրը շատ անգամ կապվում է կրակը վառելու, հա, այդ արարողության հետ, մի փոքր այս մասին կուզենք որ ներկայացնեք։ Կրակի խորհրդի եւ մինչեւ օրս պահպանված ավանդույթների։ Հատկապես երբ ասում են, որ հեթանոսությունից է գալիս այդ կրակը, բայց կխնդրեմ, այո, դուք պարզաբանեք։ Շատերի համար հետաքրքրական է հենց Տեառն ընթառաջի կրակ վառելու խորհուրդը եւ փորձում են այդ տոնը կապել կրակ վառելու հետ, այնինչ ինքն ունի հոգևոր բովանդակություն։ Հաճախ նկատում ենք, որ մեր հանրությունում պահպանվում է տոնի ձևը, բայց էությունը կորցնում ենք, բովանդակությունը կորցնում ենք եւ հիմա պիտի փորձենք վերադառնալ դեպի բովանդակությունը, իր հոգևոր իմաստը եւ Հիսուս Քրիստոսի տոնն է եւ այդ կրակ վառելու սովորությունը այո, պահպանվել է եկեղեցում։ Հետաքրքիր է, որ որից է միտեղ եկեղեցու գրականության մեջ մենք չենք հանդիպում, որ պետք է կրակ վառել։ Որից է միտեղ մեր մատյաններում,
ժամագրքի մեջ դեռ հակառակը նշվում է, որ խոտելի է շրջել հրով, այսինքն այդ կրակը տարածել եւ այլն։ Ներեցեք, երբեմն կապում են, երբ այո եկան Քրիստոսին տեսակցության, հա, ճրակներով մարդիկ եկան, երբեմն ես հանդիպել եմ, որ կապում են այդ ճրակների հետ, կրակի հետ, երբ գալիս են այո Տիրոջ առաջ, արդյոք իրականության հետ կապ ունի սա։ Որովհետեւ բացատրությունները շատ զանազան են իրականում։ Կուզենք ձեզնից լսել ինը։ Ավանդությունն է, այո, որ եկան Հիսուսին տեսնելու, հասկանալու թե ով մտավ այդ արևելյան դռնով եւ ժողովուրդը ջահերով եկավ, եւ պետք է ասել, որ ավետարանական այդ դրվագը, որի վրա հիմնված է այս տոնը, այնտեղ Սիմեոն ծերունին մանուկ Հիսուսին իր գիրկն է վերցնում։ Եվ ասում է, ով Տեր, եւ հիմա արձակիր քո ծառային խաղաղության, որովհետեւ աչքերովս տեսա Փրկչին, որ ուղարկել ես ամբողջ աշխարհին, որպես լույս հեթանոսներին լուսավորելու եւ փառք քո ժողովրդիդ համար։ Եվ այստեղ այս լույս բառը, որ Քրիստոս եկավ որպես լույս այս աշխարհին, խավարի մեջ որպես լույս, եւ ինչու՞ չէ նաեւ այդ ձմռան ցուրտ եղանակին խարույկ վառել այդ լույսով ջերմանալը միգուցե եւ իրար հետ կապ ունեն, բայց պետք է ասեմ, որ խարույկ վառելը դա ժողովրդական սովորություն է եւ ոչ եկեղեցական ծիսակատարություն, որ պարտադիր պետք է կատարվի։ Ժողովրդական սովորությունը ավանդություն, որը պահպանվում է եկեղեցում, եւ սա իմ կարծիքով հրաշալի է, որ մեր մայր եկեղեցին նաեւ ժողովրդական սովորույթների եւ ավանդույթներին է տեղ տալիս եւ փորձում է մեր ժողովրդի մեջ պահպանել այն, որ կարևոր է տոնը, ուրեմն կարևոր է նաեւ տոմարը, թե ինչ օր է, ինչ առիթ է եւ ժողովրդական սովորություններն է բնականաբար ավելի մեծ ուրախություն են տալիս եւ շատ հաճախ այդ խարույկի շուրջ մարդիկ ջերմանում են, մենք այդ օրերին եկեղեցում օրինակ կազմակերպում ենք միջոցառումներ, ազգային երգ, պար եւ համախմբվում են բոլորի համար սա մի ջերմության առիթ է։ Իհարկե, կարևորը մեր հոգեվոր ջերմությունն է։ Արտաքին ջերմությունը ոչինչ չի փոխի, եթե քո ներսը կրակ չկա, եթե լույս չկա քո մեջ։ Սովորաբար ասում են, որ կրակ են վառում այն ընտանիքներում, որտեղ կան, այսպես ասած, նշանվածներ, նորապսակներ, բայց վերջին տարիներին բոլոր եկեղեցիների բակում, ինչպես հասցրել ենք նկատել, նաև մարդիկ ուղղակի տարբեր բակերում վառում են կրակ։ Արդյոք միայն կրակը նրանց համար, ովքեր նորապսակ են, այս մասին եւս կուզենք խոսենք։ Տեսեք, ուրեմն մեր ժողովրդի մեջ օրհնության կարգն է, այո, այդ օրը պահպանված, չէ, եթե ամուսնանում են, ուրեմն առաջին տյառն առաջն է, պետք է նշել, այցելել այդ երիտասարդ ընտանիքին։ Իսկ մեզ մոտ այստեղ Ստեփանավանում տյառն առաջին մենք հրավիրում ենք բոլոր այն զույգերին, որոնց նախորդ տարում պսակի Սուրբ խորհուրդ են կատարել։ Ինչի համար ենք հրավիրում։ Որովհետև տեսեք Մայր Մարիամը մանուկ ծնեց, մեր Փրկչին ծնեց եւ իր գիրկը վերցրած եկավ տաճար, եւ այս նորապսակ զույգերը նույնպես փափագում են այդ որդեծնության բերկրանքին արժանանալ։ Եվ հայոց հայրապետի Գարեգին II-ի կարգադրությամբ այդ օրը նաև բոլոր նորապսակ երիտասարդ ընտանիքների օրհնության օրն է։ Մենք իրենց հրավիրում ենք, որպեսզի օրհնենք, եւ աղոթքի իմաստը, թեման այն է, որ Տեր իրենց էլ արժանի դարձրու հայր եւ մայր դառնալու։ Իհարկե, այդ օրն իրենց համար նվերներ ենք պատրաստում, նաև հորդորում ենք, որ շատ զավակներ ունենան։ Առաջին Անդրանիկ Աստծո կամքով ծնվի եւ շատ զավակներ ունենան, իհարկե։ Եվ իրենց օրհնելու, իրենց ընտանիքը օրհնելու եւ նրանց համար խնդրելու, որ զավակ ունենան։ Սա է նպատակը, իրենց կանչել եւ օրհնել։ Ինչու՞ չէ, նաեւ պետք է հորդորենք, որ բոլոր երիտասարդ ընտանիքները այդ օրը գնան եկեղեցի, այդ օրհնությունը ստանան, մասնակցեն Սուրբ խորհրդին եւ Աստծուն աղոթք անեն, իհարկե։ Տեր Մամբրե, հենց դա էի ուզում հարցնել, եկեղեցում նշման կարգը դառն ընթառաջի եւ քրիստոնյա հավատացյալը, այո, ինչպես պետք է տոնին եւ ընթառաջ եւ տոնի ընթացքում ինչպես պետք է մասնակցի։ Տյառն դառաջը, ինչպես ասացի, փետրվարի 14-ն է։ Եվ եկեղեցու տոնացույցում եւ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյից, մայրամուտից։ Սա է հաճախ շփոթություն է առաջանում, որ մարդիկ ասում են փետրվարի 13-ն է միգուցե տոնը։ Այնինչ փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, երբ օրը արդեն փոխվում է, եկեղեցիներում կատարվում է նախատոնակ։ Եվ այդ ժամանակ է, որ խարույկ է վառել։ Իսկ փետրվարի 14-ը արդեն բուն տոնը տոնվում է պատարագով, որի ավարտին կատարվում է երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ։ Պատարագին պետք է մասնակցել, սիրելի հարազատներ։ Պետք է գնալ ընտանիքներով, երեխաների հետ միասին։ Տեսեք, մոմից մոմ ենք վառում, չէ, եւ կրակից կրակ փոխանցում ենք։
նման նրան, ինչպես մեր հավատքը սերնդեսերունդ փոխանցում է եւ այսօր հասել է մեզ։ Կարող ենք տեսնել եկեղեցիներում այսօր երիտասարդ ընտանիքներ, որոնք մասնակցում են սուրբ պատարակներին, տոներին, եւ շատ ուրախալի է, երբ նկատում ես, որ հայ ընտանիքը այլևս իր երեխաներով, իր ամբողջ ընտանիքով է մասնակցում եւ իր զավակներին, որոնք դեռ ինքնուրույն կյանք չեն մտել, փորձում են մոտեցնել Աստծուն, հաղորդ դարձնել Քրիստոսին, եկեղեցու սուրբ խորհուրդների միջոցով փորձելով նրանց մեջ դաստիարակել բարին, գեղեցիկը, կատարյալը, Աստծո պատվիրանները ամենակարևորը։ Եվ դրանով արդեն իսկ մենք կարծես ապահովագրում ենք իրենց կյանքում ունեցած փորձություններից, դժվարություններից, որքան հրաշալի է, որ մեր երեխաները, երիտասարդները արդեն Աստծով զորացած մտնում են ինքնուրույն կյանք եւ կարողանում են հաղթահարել բազում փորձություններ, դժվարություններ։ Ուրեմն ընտանիքով պետք է գնալ եկեղեցի, մասնակցել Սուրբ Խորհրդին։ Տեսեք, Տիառն առաջին մենք շեշտում ենք, որ Սիմեոն ծերը հանդիպեց Քրիստոսին, որին սպասում էր տասնամյակներ շարունակ։ Եվ քրիստոնեական տեսակետով մարդու կյանքը իմաստ եւ բովանդակություն է ստանում այն ժամանակ, երբ մարդ գտնում է Աստծուն, երբ մարդ հանդիպում է Աստծուն։ Սա յուրաքանչյուր հավատավորի կյանքում մի պահ է, մի դրվագ է, որ ինքը կարող է վստահորեն ասել, որ ես Աստծուն հանդիպեցի եւ այդ պահից իմ կյանքը փոխվեց։ Սկսեցի իր հետ ապրել ձեռք ձեռքի բռնած։ Եվ կյանքը լուսավորվում է եւ մարդ փորձում է Աստծով ապրել, նրան հանդիպել եւ դա երջանկության գրավականը ըստ քրիստոնեական տեսակետի։ Եվ իրավի, սիրելի հարազատներ, այս տոնը Աստծուն հանդիպելու, Տիրոջ ընդառաջ գնալու մի կոչ է ուղղված բոլորիս, որ մենք էլ պիտի գնանք ընդառաջ Քրիստոսին։ Քրիստոսին ընդառաջ, ով պատրաստ է մեզ բոլորիս ընդունել, անկախ նրանից, թե մեր մեղքերը մեծ են, թե փոքր են, ինքը բոլորին գրկաբաց սպասում է։ Եվ պատարակին գնալը նորից այդ պատարակի խորհրդի ժամանակ Քրիստոսի մարմինն ու արյունն է բաշխվում։ Մենք նորից գնում ենք Քրիստոսին ընդառաջ եւ նրան ճաշակում ենք, որը լուսավորվում է մեր հոգին, մարմինը եւ ուժ ենք ստանում պայքարելու մեր սխալների թերությունների դեմ։ Այո, պատտադիր, խնդրում եմ, որ պարտադիր այս աղոթքով եւ ապաշխարությամբ եւ բաց սրտով ամենակարևորը։ Տեր Մամրե, ինձ մի այլ հարց է հետաքրքիր, քանի որ իհարկե ինչպես ձեր խոսքում նշեցիք, որ Քրիստոս պատրաստ է ընդունել բոլորին, բայց այսօր շատ տարածված է, երբ որ հայերը ամուսնանում են, ոչ միայն այսօր, միշտ էլ եղել է, բայց այլ ազգի, գուցե նաև այլ կրոնի մարդկանց հետ, բայց իրենք մնում են քրիստոնյա։ Այս դեպքում իրենք այս տոնը նշելու, այսպես ասած, իրավունք ունեն թե ոչ, ու այս դեպքում ողջունվում է նշել տոնը իրենց կողմից, եթե ընտրյալը ոչ քրիստոնյա է կամ այլազգի է, բայց քրիստոնյա է։ Նկատելի է, որ օտար ազգիների հետ, երբ որ մենք ամուսնանում ենք, մենք փորձում ենք իրենց հաղորդ դարձնել մեր մշակույթին, ազգային սովորույթներին, երբեմն նաև լեզու ենք սովորեցնում, չէ՞, եւ նրանք ընտրում են կամավորաբար ասում են այո, ես ամուսնացել եմ հայի հետ, ինձ շատ հետաքրքիր է, ես նույնիսկ կուզենամ իր լեզուն իմանալ, եւ սա ինձ հաճախ է հանդիպում։ Ուրեմն հրավիրել մասնակցելու մեր ազգային եկեղեցական տոնին, Սուրբ Խորհրդին, այո, իհարկե, կարելի է եւ խրախուսելի է։ Այո, դրանով հարստանում ենք մենք եւ հարստանում են մեր կողքի մարդիկ։ Իհարկե անպայման մասնակցել, օրհնությունը Աստված բաշխում է բոլորին, իհարկե։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, Տեր Մամրե, եւ օրհնության համար, իհարկե։ Աստված պահապան ձեզ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բարև երկիրը շարունակում է, սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր Տիառն ընդառաջի տոնն է եւ մենք զրուցում էինք Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Մամրե քահանա Ոսկանյանի հետ։ Մնացեք մեզ հետ։